Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու Հայաստանի քաղաքացիներին դեպի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիա ոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով մենք ձեզ, սիրելի պատգամավորներ, առաջարկում ենք նոր կարգավորումներ սահմանել տեսալսողական մեդիայի մասին օրենքում, մասնավորապես երբ մենք խոսում ենք տեսալսողական մեդիա հաղորդումների եւ տարատեսակ ծրագրերի մասին, մենք պետք է ընդգծենք, որ մի քանի շերտեր են առկա, հանրային մուլտիպլեքս, որը ավելի պարզ հասկանալի լեզվով դրանք այն 26 հեռուստաալիքներն են, որոնք ամբողջ հանրապետությունով 100%-անոց սփռում ունեն եւ անվճար են մեր քաղաքացիների համար, ցանցային օպերատորներ կամ ավելի պարզ կամ խոսակցական լեզվով կաբելային հեռուստաալիքներ, համացանցային տիրույթ, OTT հարթակներ եւ այսպես շարունակ։ Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը, որը ընդունվել է 20 թվականի հուլիսին, հիմնականում ՑՊԱՀ-ս կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը, իսկ դուք գիտեք, որ օրեցօր ավելի ու ավելի շատ մյուս մակարդակներում են մեր քաղաքացիները սկսում օգտվել տարատեսակ մեդիա կոնտենտ ստանալ, ինչը նշանակում է, որ օրեցօր այս օրենքը ավելի ու ավելի քիչ թվով շահառուների համար է կարգավորումներ նախատեսում, այսինքն ավելի մեծ մահատվածը մնում է բաց օրենքի կարգավորումների տեսանկյունից եւ ահա այս օրենսդրությամբ, այս նոր փոփոխություններով մենք առաջարկում ենք, որ այն կարգավորումները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսի, այսինքն հիշեցնեմ այն 26 հեռուստաալիքների համար հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային, դրանք պետք է տարածվեն հետայսու, եթե դուք ընդունեք այս կառավարության այս առաջարկը, նաև ցանցային օպերատորների համար, այսինքն կաբելային հեռուստաալիքների պարագայում եւս այդ կարգավորումները պետք է տարածվեն։ Եվ հաջորդ փոփոխությունը դրանք վերաբերում են օտարերկրյա ուրեմն տիրույթներում, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությամբ, ուրեմն հեռուստաբովանդակությունը կարգավորելուն, մասնավորապես այդ պարագայում այլ տեսակի կարգավորումներ ենք մենք նախատեսում, այսինքն կարգավորող մարմինը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից, որի պարագայում վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ որ վերջնական որոշումը կայացված կլինի, դրանք չիրականացնելու պարագայում ուրեմն պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը, բացի այդ մենք նաև տուգանքների մեջ որոշակի փոփոխություններ ենք առաջարկել եւ սահմանել ենք ցանցային օպերատորին լիցենզիայի կասեցման եւ դադարեցման հիմքերը եւ դրանց կիրառման մեխանիզմները։ Սա է ըստ էության այս օրենսդրական նախաձեռնության հիմնական էությունը։ Ես ուզում եմ հնարավոր որևէ տարընթերցումներից խուսափելու եւ հնարավոր հետագայում որևէ տեսակի մանիպուլյացիոն գնահատականներից խուսափելու համար ասեմ, որ բոլոր կարգավորումները ըստ էության վերցված են դեռևս 2010 թվականից գործող Եվրոպական միության համապատասխան տեսալսողական մեդիա ոլորտի կարգավորող եվրադիրեկտիվներից, ընդ որում
հնարավորինս ամենամեղմ ձևաչափով, որպեսզի որևէ պարագայում որևէ մեկնաբանություն խոսքի ազատության սահմանման կամ գրաքննության վերաբերյալ չլինեն։ Շնորհակալություն։